որակական մրցունակության առումով մեր արտադրանքը մրցունակ է եւ մրցում է ֆրանսիական, իսպանական, պորտուգալական, իտալական, թուրքական, հունական եւ այլ ուրեմն շուկաների արտադրանքի հետ։ Բայց շատ հասկանալի պատճառներով, ասենք Հունաստանը կամ Իսպանիան ավելի մոտ են Ֆրանսիային կամ Գերմանիային, կամ նույնիսկ Թուրքիան, քան մենք։ Եվ այդ պատճառով մեր մոտ ծախսերը ավելի շատ են։ Եվ քանի որ մեր մոտ ծախսերը ավելի շատ են եւ գնային մրցունակության խնդիր է առաջանում հայկական ապրանքների արդեն եվրոպական շուկայում, եւ այդ գնային մրցունակության խնդիրը լուծելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախորդ 5 շաբթի եւ այս 5 շաբթի ընդունել է աջակցության ծրագրեր, որոնք վերաբերվում են ըստ էության տրանսպորտային ծախսերի փոխհատուցմանը, մասնավորապես ամեն կիլոգրամի, չգիտեմ, ծիրան կլինի, սալոր կլինի, լոլիկ կլինի, պղպեղ կլինի, ծաղիկ կլինի, ամեն հատի կամ կիլոգրամի համար կոնկրետ ֆինանսավորման չափ կա եւ ըստ էության անսահմանափակ է, այսինքն ոչ մեկ չի ասում, այսքան հենց արտահանեցիք, փողը վերջանալու է, ինչքան կա կարող են արտահանել, ինչքան ծավալի ուզում են կարող են արտահանել եւ պետությունը այդ ֆինանսական աջակցությունները նրանց տալու է եւ բնականաբար նաեւ մաքսատուրքի խնդիր կա այնտեղ հիմնականում 8.4-ից մինչեւ 14.4%-ի չափով, որը նույնպես մենք ուրեմն աջակցում ենք եւ իհարկե զուգահեռ էկոնոմիկայի նախարարությունը եւ արտաքին գործերի նախարարությունը աշխատում են եվրոպական գործընկերների հետ, որպեսզի Հայաստանը ստանա տնտեսական հատուկ կարգավիճակ, ինչպիսին օրինակ նախորդիվ ստացել են օրինակ Մոլդովան կամ Ուկրաինան, եւ ես կարծում եմ, որ այդ աշխատանքները եւս հաջողությամբ կավարտեն, բայց դա մի քիչ ժամանակատար աշխատանք է, որովհետեւ պետք է բոլոր երկրների համաձայնությունների ստացումը։ Շնորհակալ եմ։